Մարդու հիմնարար իրավունքներ։ Ինչ է սա։ Երբ են առաջանում իրավունքները։ Արդյոք սպառիչ են մեր ունեցած իրավունքները եւ որտեղ են դրանք գրված։ Կարևոր հարցեր, որոնց մասին կխոսենք այսօր։ Բարև ձեզ։ Մարդու իրավունքները տրվել են մեզ երբ։ Շատ հաճախ հարց, որը տրվում է ինձ, կամ իսկ երբ է ծագում կյանքի իրավունքը։ Հարց, որի մասին խորհել են դեռևս հին ժամանակներում եւ հարց, որի պատասխանը չկա այսօր։ Սակայն անհրաժեշտ է իմանալ եւ տարբերակել, որոնք են մարդու հիմնարար ազատություններն ու իրավունքները եւ որոնք են քրեական օրենսդրությամբ, քաղաքացիական օրենսդրությամբ, վարչական, տնտեսական եւ այլ ոլորտներում մեր ունեցած իրավունքները։ Նաեւ կարեւոր է հասկանալ, որ իրավունքներն են, որոնք բացարձակ են եւ երբևէ չեն կարող սահմանափակվել։ Այսպես, խոսենք այն իրավունքների մասին, որոնք մենք ունենք։ Մենք փորձագետներս բնականաբար, որպես ամենակարևոր փաստաթուղթ այս ոլորտում, դիտարկում ենք մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների մասին Եվրոպական կոնվենցիան, որովհետեւ այն աշխատող գործիք է եւ մեզ իրավապաշտպաններիս, փաստաբաններիս հնարավորություն է տալիս պաշտպանելու մարդու իրավունքները ոչ միայն ներպետական, այլ նաեւ միջազգային մակարդակում։ Այսպիսով, ինչու՞մն է կայանում մարդու իրավունքներ հասկացության տարբերությունը մնացած իրավունքներից։ Գիտեիք, որ մարդու իրավունքները միշտ վերտիկալ են։ Ինչ է դա նշանակում։ Այսինքն, մարդու իրավունքները կարող են խախտվել միայն պետության կողմից։ Օրինակ, մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիան նախատեսում է կյանքի իրավունք։ Եթե տեղի է ունեցել կենցաղային սպանություն, ապա դեռևս վաղ է խոսել մարդու կյանքի իրավունքի խախտման մասին։ Այստեղ իրավունքի խախտման փաստը ծագում է այն պարագայում, երբ, օրինակ, իրավապահ համակարգը արդյունավետ հետաքննություն չի իրականացնում, պարզելու, թե ինչ հանգամանքներում է տեղի ունեցել, օրինակ, քրեակատարողական հիմնարկում պահվող անձի մահը։ Կամ, տեսեք, ես եւ գործընկերս ունեցել ենք մարդու իրավունքների Եվրոպական դատարանում հաղթանակած գործ, եւ այդ գործը նախադեպային էր իր բնույթով։ Գործը կոչվում է Ենգիբարյանն ու Սիմոնյանն ընդդեմ Հայաստանի։ Հանգամանքները հետևյալն էին։ Անձը կասկածվել է խարդախության մեջ եւ ոստիկանները հետապնդել են նրան։ Մարդաշատ հրապարակում կրակել եւ սպանել են վերջինիս։ Մենք այս գործը տարել ենք Մարդու իրավունքների Եվրոպական դատարան եւ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանն արձանագրել է, որ խախտվել է Ենգիբարյանի կյանքի իրավունքը, որովհետեւ ոստիկանները հետապնդելիս վերջինիս ոչ թե կրակ են արձակել նրա ոչ կենսական մարմնի հատվածներին, չեն նախազգուշացրել, չեն փորձել կանխել նրա փախուստը այլ տարբերակով, այլ 2 անգամ կրակել են վերջինիս գլխին եւ սրտի ուղղությամբ։ Ավելին, պատշաճ քննություն չեն իրականացրել, պարզելու համար, ինչ հանգամանքներում է տեղի ունեցել վերջինիս կյանքից զրկելը, եւ այն ոստիկանները, որոնք որ իրականացրել են այդ գործողությունները, հետագայում ստացել էին պաշտոնի բարձրացում։ Կյանքի իրավունքը կարող է խախտվել բազմաթիվ այլ տարբերակներով։ Օրինակ, մեկ այլ դեպքում Սլավիկ Ոսկանյանը, ով գտնվում էր քրեակատարողական հիմնարկում, ինքն իրեն վերք էր պատճառել։ Եվ քրեակատարողական հիմնարկի ադմինիստրացիան անհրաժեշտ բժշկական աջակցություն չէր տրամադրել վերջինիս։ Արդյունքում տվյալ վնասվածքը դարձել էր գազային գանգրենա։ Եվ արդյունքում Սլավիկը մահացել էր քրեակատարողական հիմնարկում։ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանն արձանագրեց, որ Հայաստանի Հանրապետությունը թույլ է տվել մարդու կյանքի իրավունքի խախտում, քանի որ վերջինս գտնվել է իր իրավասության ներքո
այսինքն քրեակատարողական հիմնարկում, որտեղ անձը ազատորեն չէր կարող դուրս գալ եւ դիմել բժշկի, եւ քրեակատարողական հիմնարկն ինքն էր պարտավոր տրամադրել բուժաջակցություն, ինչը չտալու պարագայում վրա է հասել մահը։ Տեսակ տարբերությունը կենցաղային սպանության եւ այն դեպքերում, երբ կյանքի իրավունքը խախտվել է պետության կողմից։ Մեկ կարևոր դիտարկում. սա այն իրավունքներից է, որի ծագման վերաբերյալ դիսկուսները շարունակական են։ Ոմանք պնդում են, որ կյանքի իրավունքը ծագում է մեր ծնվելու պահին, այլոք պնդում են, որ դեռևս սահմանավորման փուլում անձը ունի կյանքի իրավունք։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բաց է թողել այս կարգավորումը, թույլ տալով յուրաքանչյուր պետության ներպետական կարգավորումներ նախատեսելու տվյալ իրավունքի ծագման պահը արձանագրելու համար։ Զուտ իրավական վերլուծությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրության թույլ է տալիս եզրակացնել, որ մեր երկրում կյանքի իրավունքի ծագման պահ է հանդիսանում, երբ ծնվում է կենսունակ պտուղ, կարողանում է իր կենսունակությունն ապացուցել եւ նոր կարելի է արձանագրել վերջինիս ծննդյան փաստով, որ ծագել է կյանքի իրավունքը։ Կյանքի իրավունքը կարելի է քննարկել անվերջ, սակայն սա մեր բազմաթիվ իրավունքներից մեկն է։ Հաջորդ կարևոր իրավունքը, որի մասին ուզում եմ խոսենք, դա խոշտանգումների արգելքն է։ Ոչ ոքի չի կարելի ենթարկել նվաստացնող կամ վատ վերաբերմունքի խոշտանգման։ Եվ սա այն կարևոր իրավունքներից է, որը անցյալում չէ։ Ցավոք սրտի, նման դեպքեր տեղի են ունենում նաև այսօր։ Իմ եւ իմ գործընկերոջ մեկ այլ հաղթանակած գործի մասին եմ ուզում խոսել։ Բադալյանն ընդդեմ Ադրբեջանի գործն է։ Բադալյանը տարիներ առաջ իր գյուղական համայնքում ապրելով ընկերների հետ գնացել էր Տավուշի մարզի անտառներ, սունկ հավաքելու։ Երբ ընկերները երեկոյան վերադառնում են, Արթուրը չի վերադառնում։ Ծնողները սկսում են բողոք բարձրացնել եւ պնդել, որ վերջինիս գողացել են ադրբեջանցիները։ Շուրջ 18 ամիս վերջինիս գտնվելու մասին որևէ տեղեկատվություն հնարավոր չի լինում ստանալ։ 18 ամիս հետո Կարմիր խաչի միջոցով մենք տեղեկանում ենք, որ վերջինս գտնվում է ադրբեջանական բանտերում։ Եվս 22 ամիս հետո Արթուրին հնարավոր է լինում հետ բերել Հայաստան։ Երիտասարդը, ով նախկինում ծառայել էր զինված ուժերում, վերադառնում է ամբողջապես հոգեկան առողջության խնդիրներով։ Վերջինիս 22 ամիս խոշտանգել էին։ Բոլոր ոսկորները փշրված էին, անկանոն կպած։ 22 ամիս իր դռան վրա փակցված է եղել մետաղական զանգակ, եւ նա անverջ լսում է մինչ այսօր իր գլխի մեջ այդ զանգը։ Վերջինիս դաժանաբար ծեծել են ենթարկելով խոշտանգումների, մտածելով, որ նա զինվորական է, եւ փորձել են ստանալ տեղեկություններ զինվորական դիրքերի, իրավիճակի եւ այլնի վերաբերյալ։ Բազմաթիվ փորձաքննություններ ապացուցեցին, որ վերջինիս հոգեկան առողջության խնդիրներն առաջացել են դաժան վերաբերմունքի արդյունքում։ Մարդու իրավունքների եվրոպական դատարան արձանագրեց, որ Ադրբեջանը խախտել է խոշտանգումների ազատության իրավունքը եւ Բադալյանին ենթարկել դաժանագին խոշտանգումների։ Ցավոք սրտի այդպիսի գործեր բազմաթիվ են եվրոպական դատարանում եւ բարեբախտաբար Արթուրը վերադարձել էր կենթանի։ Այլ գործերով մենք ստացել ենք պարզապես աճումներ։ Եվ այսպես, որքան էլ կարևոր է կյանքի իրավունքը, պետք է հիշել, կյանքի իրավունքը բացարձակ չէ եւ այն կարող է սահմանափակվել։ Իսկ խոշտանգումների իրավունքը բացարձակ է, այսինքն չկա մի իրավիճակ, հանգամանք, արդարացում, երբ կարելի է անձին ենթարկել նվաստացուցիչ վերաբերմունքի խոշտանգման։ Հետագա էպիզոդներում մենք եւս կմեկնաբանենք, կքննարկենք մարդու հիմնարար իրավունքները, օրինակների եւ նախադեպերի հիման վրա։ Հաջողություն։